Ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր տեսնենք ինչ տառ ենք անցնելու։ Նկարում ինչ է պատկերված երեխաներ։ Նկարում պատկերված է ծիրան։ Ծիրան, բառասկզբում ինչ ենք լսում։ Հնչեցրեցինք եւ լսեցինք, որ ծ-ն բաղաձայն հնչյուն է։ Ծ տբակիր մեծատառ, ծ տբակիր փոքրատառ։ Ծ ձեռագիր մեծատառ, ծ ձեռագիր փոքրատառ։ Հիմա տեսեք երեխաներ, ինչի ենք նմանեցնում ծ-ին։ Ծ-ն ծիրանի է նման, տեսեք, տերևը գլխին ծիրան է։ Օ տառին է նման, գլխին փոքրիկ գլխարկ դրած։ Իսկ փոքրատառը, նայեք, ն-ի մասնիկն է, մեծատառ ն-ի մասնիկն է, պարզապես ներքև է իջնում եւ յ-ի նման մի քիչ ավելի կլորիկ տողի վրա կանգնած գրվում է։ Ծիրան։ Հիմա խաղում ենք խաղ, կազմում ենք զույգեր, կարդում ենք բառը, գտնում նկարը եւ միացնում։ Առաջին բառը այծ, ընտանի, կենդանի է այծը։ Մոծակ, տստզան, մոծակ։ Հաջորդը ծորակ, ջրի ծորակ։ Ծխնելույս, ծուխը բարձրանում է ծխնելույսից։ Ծրար, նամակը դնում ենք ծրարի մեջ։ Մածուկ, ատամի մածուկ։ Հիմա պատմում ենք նկարը, տեսնենք ինչ բառեր կան, որոնք կարող ենք օգտագործել այս պատմությունը հյուսելու համար։ Ծաղրածու, ծիծաղել, հեծանիվ։ Կարող ենք վերնագրել ծաղրածուն։ Կրկեսի արենայում հայտնվել էին ծաղրածուները։ Նրանք ծիծաղեցնում էին բոլոր հանդիսատեսներին։ Ծովինարը հեծանվով լարի վրայով գնում էր։ Նա լարախաղաց է, շատ ճարպիկ է եւ հմուտ։ Ծաղրածու, ծովինար, հեծանիվ, ծիծաղել, բոլոր բառերը պարունակում են ծ։ Ծիծաղ առարկա է երեխաներ։ Ծիծաղել գործողություն։ Հիմա կազմենք բառակապակցություններ։ Կծիկ, կծկել։ Կծիկը կծկում են, այսինքն կծիկ են պատրաստում թելից։ Տատիկը կծկում է կծիկը։ Ծածկոցով ծածկվել։ Մայրիկը ծածկոցով ծածկում է փոքրիկին։ Ձեռագիր ծերը գրելուց հետո կարող ենք ծեփոնով պատրաստել տբագիր ծերը։ Հաջորդ էջի առաջադրանքը շրջագծելու ենք ծ մեծատառը եւ ծ փոքրատառը։ Ծիրանենի, ծիրանի ծառին ասում են ծիրանենի, կարող ենք խաղ խաղալ։ Ասում ենք պտուղը, երեխաներն ասում են ծառը, օրինակ բալ, բալենի, խնձոր, խնձորենի, ծիրան, ծիրանենի եւ հակառակը։ Կարող է ուսուցիչը կամ ծնողը ասել ծառը, երեխան ասի դրա պտուղը, դեղցենի, դեղց, թզենի, թուզ եւ այլն։ Ծիրանի ծառ, ծիրան տուր։ Ծիրան չունեմ, ծույլ ծատուր։ Ծիրան չունես, ունես, չէ։ Ունեմ, ծույլի համար չէ, հետաքրքիր է, չէ, ծառը չի ուզում ծույլին ծիրան տալ, իսկ ծատուրը, քանի որ ծույլեր չէր սիրում աշխատել, ծիրանենուց էր ուզում ծիրանը, իսկ ծառը ասում էր, որ ծույլերի համար ծիրան չունի։ Փոքրիկ բանաստեղծություն է, բայց սովորեցնում է աշխատասիրություն։ Հաջորդն ենք կարդում ծիրան։ Ծիրանը անուշահամ պտուղ է, օժանդակ բայ անպայման կարդում ենք միասին։ Հայաստանը համարվում է ծիրանի հայրենիքը։ Ծիրանից պատրաստում են համեղ ճիր, հյութ, լավաշ, շարքը ավելացնենք երեխաներ, մուրաբա, կոմպոտ, ինչպես նաև քաղցրահամ ջեմ։ Եվ ամենավերջում կարդում ենք եւ տերևով ծածկված տառերը փորձում ենք գրել։ Կայծակ, ծաղիկ, արծիվ, ծաղրածու, ծիածան, ծխնելույս։
Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։